Համաձայն եք Արամ Սարգսյանի հետ, որ նոր պատերազմ չսկսելու համար միայն շատ փող է պետք։ Արամ Սարգսյանի հետ։ Համաձայն եք։ Հետ ով է։ Վազգեն Սարգսյանի եղբայրը։ Ասում է փող է պետք։ Միայն շատ փող է պետք նոր պատերազմ չսկսելու համար։ Ես ճիշտ ասած այդպես բաներին չեմ կարողանում հասկանալ ինչ են ասում, էլի։ Համաձայն չեք այդ մտքի հետ։ Ես դա միտք չի։ Շատ փող է պետք, որ պատերազմ չսկսվի, հա։ Մեղա քեզ ասած։ Ես չեմ կարող եմ բան ասել, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև ես դա Այդ փողը ինչի ծառայել։ Դա չի ասում է, որ փող է պետք։ Շատ փող։ Ինչի, բայց ինչի համար։ Շատ է պետք, բայց ինչի համար։ փող ինչի համար է պետք։ Բերդեր սարքելու, զենքեր գնելու։ Իսկ դրանք բոլորը բաներ, ոնց որ Զենքեր գնելու որ պատերազմ չլինի, չէ՞։ Ինքը զենքի մասին չի ասում, ուղղակի ասում է նոր պատերազմ չսկսելու համար եթե փող է հնարավոր պետք, շատ փող։ Ինչ, ռուբլի թե դոլար։ Չի նշում դա։ Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դա բարդ բան է։ Ես էլ այդպես հարցերում մասնագետ չեմ, էլի։ Այդ քաղաքականությունը ընդհանրապես բարդ բան է, բարդ միջոցառում է։ Դրա համար պիտի այդ խնդրով զբաղվող մարդիկ կլինեն շատ խելոք, շատ հեռատես, որտեղ ժողովրդի բախտի հետ են խաղում։ Ես պոլիտիկայից հեռու եմ, ոչ մի կողմից չեմ։ Պատերազմ պետք է սկսել իմ կարծիքով ընդհանրապես, որովհետև մեր ջահելները, մեր երիտասարդները մեղք են, մեր ժողովուրդն է մեղք։ Поэтому մեր ժողովուրդը պետք է հիմա աշխատի, ապրի, երջանկանա ու բարելիքներից օգտվի, ուրիշ ոչ մի բան։ Չգիտեմ, չեմ կարծում, քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ոչ։ Դա իմ անձնական կարծիքն է, կներեք։ Ինչ է պետք, որ նոր պատերազմ չսկսվի։ Միաբանություն, միանշանակ։ Չեմ կարողանում հասկանալ այս անհեթեթությունը, նոր պատերազմ չսկսվելու համար ճիշտ երկիր է պետք կառուցել, նորմալ կրթություն տալ հաջող սերունդին, կաշառակերությունը արմատախիլ անելը, լիքը գործ կա անելու ճիշտ երկիր կառուցելու համար, շատ փողը նպատակ պիտի չլինի, շատ փողը արդյունքն է ճիշտ կառավարման եւ ճիշտ ձևավորման երկրի, երբ որ ամեն ինչ ընկնի իր հունի մեջ, փողն էլ կլինի։ Բացի դրանից փոքր երկրները երբեք չեն կարող դիմակայել հզոր մեծ երկրների։ Ամեն դեպքում իրանք փոքր երկիր են, բայց աշխարհում չկա տենց պրակտիկա, որ եթե մի հզոր ядерной державայի կողքը գտնվում է պուճուր երկիր, անպայման պետք է իր հետ պատերազմի կամ հարձակվի իր վրա, տենց չի։ Այդ պուճուր երկրներն էլ իրավունք ունեն սուվերենիտետ ունենալու եւ այդ իրավունքը իրանք վաստակում են ճիշտ կառուցվածքով, ճիշտ իերարխիայով։ Երբ որ ամեն ինչը ճիշտ կառուցվի, անօրինություններ չլինեն, բեսպրիդել չլինի, որ մարդուն իր կարծիքը արտահայտելու համար միլիարդերին, որը աշխարհահռչակ Forbes-ի առաջի 20 հոգու մեջ է մտնում, չնստացնեն բանդ միայն նրա համար, որ ինչ որ դրույթների հետ պետության կառավարության համաձայն չի։ Այդ դեպքում այս երկիրը արժանի կլինի հարգանքի ու դժվար առաջացնի հարևանների մոտ զավթելու կամ տիրելու ցանկություն։ Ամեն փոքրն էլ, ամեն աղքատն էլ ընտանիքի կտրվածքով որպես պետության մակետ, եթե արժանապատիվ է ապրում, ոչ մեկ ոտնձգություններ չի ցուցաբերում նրա սեփականության, նրա կյանքի հանդեպ։ Շատ կարևոր բան եմ ասում, օրինակելի օրենքի երկիր պիտի լինի, ճիշտ ձևով ձևակերպված։ Ոչ թե ում ձեռքը իշխանությունն է, ոնց կարանա նենց կզծնի, դաժե Սամվել Կարապետյանի մասշտաբի
բարերարի, որ ես չգիտեմ իր ներդրումը թե Հայաստանի համար, թե ամբողջ աշխարհում որպես հայ, ինչ չափի է հասնում։ Դժվար է պատկերացնել։ Չգիտեմ, ինչ էլ աներ նա, չէր կարելի այդպես իր հետ վարվել։ Ինքը շատ արժանապատիվ մարդ է, ու ինքը վատ բան չէր էլ անի, որտեվ այդքան ներդրում ունեցողը, այդքան ամագ ունեցողը չի կարա սխալ բան անի։ Եթե մի բան էլ ասում է, ուրեմն պետք է ականջալուր լնել, թե ինչ է ասում այդ խելքի ծովը, որը այդքան արժանիքներ ունի մարդկության առաջ, համայն մարդկության, ոչ թե միայն հայության։ Ոչ։ Այո։ Չէ։ Ու ոչ միայն։ Մեկ էլ խելացի ղեկավար է պետք։ Այդ հլո ձայն ունի խոսում, հա։ Տեսես այդ մարդը Այսինչ թայֆա է սրանց թայֆան, որ ոչ մի ձևի ինքնասիրություն, նամուս, պատիվ, հարգանք այդպիսի բաներ չունեն։ Ինչն է իրանց ստիպում, որ այդպիսի ուզում են պատմության գիրք անցնել իրենց վատ գործերով։ Ինչա դրանց ուզածը եւ վերջին հաշվով այս ժողովուրդը պիտի հանգստանա դրանցից թե ոչ։ Ինչքան կարելի է այս ամեն ինչը հանդուրժել։ Տրանսպորտը թանկացրեցին։ Բարեկեցիկ կյանք են ապահովում մարդի համար, բայց դուք չեք պատկերացնի, եթե օգտվում եք տրանսպորտից, ինչ սարսափելի վիճակ է տրանսպորտը։ Նախ ժամերով պիտի կանգնես, որ տրանսպորտ կա։ Երկրորդ պահին պետքա դու կարողանաս այնքան խցկված գնաս, որ մինչև տուն ես հասնում, այն քո աշխատանքից հոգնածություն արդեն մոռան մեջ չես զգում, որ դու այդքան աշխատել ես։ Սա ինչ պայմաններ է, եւ իրանք ձայն ունեն խոսելու, ուղղակի ես զարմանում եմ, ինչ կարգի անպատկառ պիտի լինեն։ Եվ երբ են գնալու ես ժողովրդին հանգիստ թողնելով, այնքան է պորտկումս մեծ, որ արդեն ինքնատիրապետումս չեմ կարողանում կառավարել։ Ինչքան կարելի է, լավ, իսկ ձեր ձայնը իրանց հասնում է գոնե։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ մեզ ժուրնալիստների պավիդենյան մոտեցումը, որ ինչի համար են իրենք այսպես հարցումներ անում։ Եվ եթե հարցում անում են, ժողովրդի մեծամասնությունը իրենց վարկաբեկում է, չի համաձայն չի իրենց հետ, չի ուզում, որ իրենք մնան իշխանություն, ինչից ելնելով են իրենք մտածում, որ իրենք են։ Այդ նեղ կամպա, այդ մի փոքրիկ խմբակն է որոշում, որ իրենք պիտի մնան այս իշխանություն։ Ինչքան, մինչև երբ։ Ինչ սկիզբ ունի, պիտի ավարտել ունենա։ Հասկացանք, հարստացար, չէ իր տեսեն հնարավոր պայմանները տեսար, ու երբ մինչև երբ, ինչի համար պիտի ժողովուրդը այսքան զրկանքներ կրի։ Հանուն ինչի, հանուն որ ոմն Նիկոլ նստի աթոռին պինդ սոսնձվելա ու դուրս չի, թող այդ աթոռն էլ տանել իր հետ, ինչ կլինի, մենակ գնա։ Ու սա ոչ միայն 1, 2, 10, 100 հազար, այլ 99% ժողովրդը իրան չի ընդունում։ Իրանց այդ խարդախ գործերը, որ ընտրվել են, չեն ընտրվել եւ այլն, դրանք սուտ են, իրանց նման սուտ են։ Բոլորս էլ հասկանում ենք ինչից հետո է։ Չի կարելի, եթե ձեր ձայնը իրենց հասանելի է, հաղորդեք մեր բոլորի դժգոհությունը իրենց։